Ամեն։ Շնորհակալություն մեր փառաբանության թիմին։ Գիտես Քրիստոսի խոսքերն էր, որ ես ձեզ որբ չեմ թողի։ Գիտես, միգուցե ունենք մենք ֆիզիկական հայր եւ մայր, բայց շատ կարեւոր է, որ դու ունենաս նաեւ այդ հոգեվոր հայրությունը եւ հոգեվոր հոր հետ կապ ունենաս եւ Սուրբ Հոգին դա մեզ կապում է մեր հոգեվոր հոր հետ։ Եվ նաեւ Աստծո խոսքը ասում է Սուրբ Հոգին իր անձից ոչինչ չի պատմի, այլ կպատմի այն ինչ որ հորից կառնի։ Ամեն։ Գիտես խոսքը որ վերնագրել եմ այսպես, միջև խոսքին անդրադառնալը կուզեմ, ես երեկվանից շնորհավորում եմ մարդկանց քրիստոնեության մեջ չի կարելի ասած ամենա, բայց կարևոր տոներից մեկը Սուրբ Հոգու հեղեղելը, Սուրբ Հոգու այցելությունը մարդկանց, Սուրբ Հոգու ներկայանալը մեզ, որտեվ Աստված երբ որ օրհնում է մեզ, ինքը իր ներկայությունով ցույց է տալի մեզ, իր ներկայությունով այցելում է մեզ։ Եվ ես ուրախ եմ, որ այս տոնը կա քրիստոնեության մեջ եւ այս տոնը ավելի պիտի բարձրանա։ Պենտեկոստեն, որը որ Սուրբ Հոգու այցելությունն է, Սուրբ Հոգու հեղեղնելն է քո կյանքում։ Գիտես ամեն մեկս գիտենք երբ է եղել դա մեր կյանքում։ Գիտես, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, դու զգում ես, դու մարմինդ վերապրում է, դու խաղաղություն ես ունենում։ Ամենավերջում ովքեր որ մկրտված չեն Սուրբ Հոգու լեզուներով եւ ուզում են մկրտվեն Սուրբ Հոգու լեզուներով, մենք ամենավերջում կաղոթենք, որ դուք էլ ունենաք այդ հզոր գերբնական, դա գերբնական է, դա մարդկային չի, այդ գերբնական ուժը, որը որ Աստծուց է եւ գալիս է մեր մեջ, մեր ներսը փոխելու եւ այս խավարի աշխարհը չի հասկանում լեզունների աղոթքը եւ դա մեր համար է։ Ամեն։ Խոսքը որ վերնագրել եմ այսպես. ուրախություն, խաղաղություն Սուրբ Հոգու մեջ։ Որտեւ գիտես այս աշխարհն էլ է տալիս ուրախություն, խաղաղություն։ Գիտես երբ որ ես դեռ չէի բարձրացել բեմ եւ Աստծուց այս խոսքն էր գալիս, որ իմ ժողովուրդը գնում են կեղծ ուրախության հետևից եւ հիասթափվում են։ Գիտես բամբասանքն էլ է ուրախություն բերում թվացial։ Բայց նրանից հետո գալիս է հիասթափությունը։ Գիտես մարդը կփորձի ինչ որ ձև սնունդով, ուտելիքներով ուրախություն ունենա, կամ հագուստներով, կամ ինչ որ թանկարժեք իրեր ձեռք բերելով։ Բայց գիտես որ դրանից հետո գալու է հիասթափությունը։ Երբ որ հասնում ես, երբ որ տարիներով տուն չես ունեցելու, հասնում ես նոր տանը, դու հասկանում ես որ նոր տանը լիքը գործ կա անելու։ Ու նորից ասում ես, բայց ես տարիներով սպասում եմ, որ իմ տուն ունենամ, բայց ոնց որ տենց մեծ բան էլ չփոխվեց։ Այնտեղ վարձով ենք մնում, ստեղ մեր տունը, հա, ինչ որ բաներ փոխվեց, բայց այդ ուրախությունը, որ դու մտածում ես, որ լիակատար է լինելու, այդքան էլ է ձև չէր։ Գիտես, երբ որ դու գնում ես կեղծ ուրախության հետևից, ժամանակ առ ժամանակ հիասթափվելու ես։ Եվ ես կուզենամ այդ տեղը կարդամ եւ այս խոսքի վրա կառուցեմ իմ քարոզը Հռոմեացիների 14-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Որտեւ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Աստծո արքայությունը արդարություն, խաղաղություն Սուրբ Հոգով, որովհետեւ չկա ուրիշ խաղաղություն, որ կտա քեզ խաղաղություն։ Այո, կլինի կեղծ խաղաղություններ։ Թվում է թե խաղաղություններ, բայց այն խաղաղությունը, որը որ տալիս է Սուրբ Հոգին, մենք չենք կարա շոշափելի չզգանք նրա խաղաղության ներկայությունը։ Եվ Աստծո խոսքը ասում է 18-րդ խոսքից. ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է եւ մարդկանց գովելի։ Ուրեմն հետևենք խաղաղությանը եւ միմյանց ամրապնդելով։ Գիտես Աստծո խոսքը խոսում է, որ այդ ուրախությունը, խաղաղությունը պիտի մեր ներսում լինի։ Ուրախության, խաղաղության աղբյուրը քո ներսում է։ Կա չէ sense բան ասում ես, ինչի՞ց վրա ուրախանա։ Գիտես, որովհետև ուրախության աղբյուրը քո ներսում է։ Եթե դու քո ներսով ուրախ ես, անդադար տխուր ես, քո գործերին միշտ վատ ես նայում, բացասական, այստեղ մարդ կա, որ ինքը ընտրություն է կատարել, ինչ որ իր 50%-ին ընտրել է ու անդադար տխրություն է իր վրա։ Ու այդ տխրությունը քեզ չի թողում։ Գիտես, Աստված ասում է ուրախ եղի։ Այո, միգուցե ընտրությունը ճիշտ չի վերանայի, բայց ուրախ եղի ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ ուրախ եղի։ Անդադար ուրախ եղի։
Որովհետև եթե դու ունեցար Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն, դու ուրախ ես լինելու։ Իսկ եթե դու չունեցար, դու ժամանակ առ ժամանակ տխրելու ես, ժամանակ առ ժամանակ կոտրվելու ես, ժամանակ առ ժամանակ հիասթափվելու ես, որովհետև գնում ես կեղծ ուրախության հետևից։ Գիտես, ուրախություն եւ խաղաղություն սա երևի թե աշխարհի ամենապահանջված եւ այս ժամանակների մեջ ամենամեծ ցավն է, որովհետև այս աստիճանի, որ հակադեպրեսանտներ են վաճառում, որ վերականգնի մարդու ուրախությունը, պանիկան հանի, վախը հանի, ինչ որ ձև թմրացնի մարդուն, որ չզգա, այս մակարդակի ոչ մի անգամ չի եղել։ Գիտես, եթե դու աշխարհում ես եւ չես գալի եկեղեցի, դու կարիք ունես այն մարդու հետ շփվես, որը ունի Սուրբ Հոգուն, եւ Սուրբ Հոգով լցված մարդը քեզ կբերի ուրախություն եւ խաղաղություն։ Նա կվարակի քեզ ուրախությունով։ Հայո, միգուցե դու կանչում ես քո հարևանին եւ հետը բամբասում, բայց Աստված ուզում է, որ դու կանչես այն մարդուն, որ հավատքի մարդ է, եւ լցվես նրա ուրախությունից եւ խաղաղությունից։ Իսկ եթե դու արդեն լցված ես այդ հոգով, որ ունես ուրախություն, խաղաղություն, գնահատի, որ ունես։ Որտեւ ժամանակ առ ժամանակ քո ուրախությունը, խաղաղությունը քեզանից ոնց որ տարած լինեն։ Եվ դու ուզում ես, ասում ես, ինչ եղավ ինձ հետ, երեք շատ լավ էի, այսօր ես ինչ տրամադրությունս ընկել է։ Կա, չես այնպես բան, որ մարդ կա, եթե գիտես ինքը եկավ ձեր տուն, անդադար ծիծաղելու եք։ Ես էլ եմ օրինակ հումորը շատ սիրում։ Օրինակ, այն մարդը, որ հումոր ունի, նրա կողը կարած չծիծաղես դու։ Իմացի Սուրբ Հոգին էլ հումոր ունի։ Սուրբ Հոգին էլ ուզում քեզ այդ իրական ուրախությունը տա, բացի ուրախությունը տալը, նաև ուզում է քեզ այդ իր ուրախությունով լցնի։ Եվ տեսնում ես, մեր ժողովուրդը շատ բան են ուրախության հետ, ինչի համար ուրախանանք։ Գիտես, sense մի հատ բան կա, երբ որ մարդիկ ծնողներ են կորցնում, կամ երիտասարդ բարեկամներ են կորցնում, կամ ինչ պատճառով դժբախտ պատահար է լինում, միգուցե ինչ որ պատճառով դու տեսնում ես, որ այս ընտանիքը ընկավ ցավի մեջ, ու ամբողջ նրանց ազգությունը այդ սուքը վերցնում է իր վրա եւ չունի այդ Սուրբ Հոգու մխիթարությունը եւ մնում են այդ ցավի մեջ։ Գիտես, ուրախանալու բան չի, որ մարդը հարազատ է կորցրել։ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ ուրախացողի հետ ուրախացի, լացողի հետ լացի։ Բայց իրավիճակներ կա, որ մարդը պիտի ուզենա մխիթարվի։ Եթե այսօր քո ներսում սուք կա, դժվարություն կա, եւ ասում ես ինչից վրա ուրախանամ, ուրախացի, որ Սուրբ Հոգին քո ներսում է, եւ Սուրբ Հոգով լցված մարդու հետ շփվի, որ նրանց ներսում է, քո ներսում էլ վարակի այդ ուրախությունը եւ խաղաղությունը։ Դու գիտես ինչպես ուրախությունն է վարակիչ, այդպես է սուքն է վարակիչ։ Այդպես էլ տխրությունն է վարակիչ։ Շատ լավ կլինի, որ մարդը վարակված լինի Աստծո ուրախությունով եւ Աստծո խաղաղությունով։ Ամեն։ Սենց մի հատ հետաքրքիր բան կար, որ ես իմ ներսում սենց առավոտից քննում էի, ոնց է մարդը կազմված, ինչից է կազմված, ոնց է կառուցված, եւ իրար հետ երիտասարդների հետ քննեցինք, որ մարդու 65-ից 55% տարբեր մարդկանց ձև, տարբեր աստիճանի վրա է ջուր է։ Ջրից ենք մենք կազմված։ Եվ նույն ձև երեխաների մոտ այդ ավելի բարձր է, մինչև 70% ջրային մասը։ Գիտես, ու հետաքրքիր sense բան էր երևում, որ ջուրը ինքը բնավորություն ունի եւ հեղեղներ անելու, ավիրելու իր առաջից ամեն ինչ։ Եվ բնավորություն ունի, որ ինքը խաղաղ է լինում։ Գիտես, երբ որ սատանան է քո ներսի վիճակը խառնում իրար, փոթորիկ է գալիս։ Մենք մի հատ նկար ունենք փոթորիկից։ Երբ որ դու ջղայնացած ես լինում, նույնը ջուրն է, բայց ներսդ ամբողջովին ալեկոծություն։ Ու ստեղ ուզում ես ասես մարդ կմնա ստեղ, եթե ուզի լողանա, կամ քեզ հետ ցանկանան շփվեն։ Այդ փոթորիկ վիճակի վրա Քրիստոսը իր իշխանությունով եւ իր հոգով Աստծու ինչ ասավ, լինի խաղաղություն։ Եվ տեսնում ենք երկրորդ նկարը, որտեղ խաղաղություն։ Հիմա որ պատկերին է գեղեցիկ նայելը, որ պատկերն է, որ բերում է հանգստություն։ Փոթորիկներ նայելը նորից քո ներսը փոթորիկներ է առաջանում։ Բայց երբ որ դու նայում ես
այս պատկերին, որ խաղաղություն է։ Գիտես, մենք գիտենք, որ հոգին մեր ներսում ժամանակ առ ժամանակ բերում է այդ խաղաղությունը։ Բայց ժամանակ առ ժամանակ սատանան էլ է փորձում փոթորիկներ բերեր։ Մենք պիտի ունենանք այն հանգստության, խաղաղության այդ վիճակը։ Եթե քո ներսում չկա այդ խաղաղությունը, դու շատ տեղեր ես փնտրելու, որ գտնես այդ խաղաղությունը։ Ու տենց էլ չես գտնելու, որտեղ իրական խաղաղությունը դա Սուրբ Հոգու մեջ է։ Ուղղակի եթե ճանաչում ես Սուրբ Հոգուն, շփվի նրա հետ, նա անձնավորություն է։ Նա Աստծո երրորդ անձնավորությունն է։ Եվ Սուրբ Հոգին է, որ հիմա պատրաստում է եկեղեցին Քրիստոսի հետ հանդիպման։ Քեզ հետ Սուրբ Հոգին է աշխատում հիմա, որ դու Քրիստոսի հետ հանդիպում ունես։ Քեզ Սուրբ Հոգին է հանդիմանում, որ մեղքերիդ բռնես։ Դու այսօր կախվածության մեջ ես ծխելու եւ տարիներով չես լսում Սուրբ Հոգուն։ Գիտես, Աստծո Սուրբ Հոգին թողել է իր կոմֆորտը, պատկերացրու, թողել է իր կոմֆորտը, որ գա քո ներսում բնակվի։ Օրինակ, եթե դու հյուր կանչես քո տուն, տունը ո՞նց ես պահում, երբ որ հյուր ես կանչում։ Կեղտի մեջ ես պահում։ Սուրբ Հոգին ցանկանում է քո ներսում մնա։ Կոմֆորտ ստեղծի նրա համար։ Այն ամենը, ինչ որ մեղք է, ինչ որ քեզ հանդիմանում է, մաքրվի դրանից։ Մի արդարացրու քեզ։ Գիտես, մարդիկ կարդարացնում են, եթե ծխել է թողեմ կչաղանամ, եթե ծխել է թողեմ ատամներս կցավի, եթե ծխել է թող, չգիտեմ, 1600 պատճառ ինչպես ծխենք։ Բայց Աստված ասում է, դա քո կյանքի համար առաջի վտանգներից մեկն է։ Մաքրվի դրանից։ Ու դու գիտես, նորից ասում ես, ես գիտեմ, ու քո եսակենտրոնության, քո, չգիտեմ, չկոտրվելու պատճառով դու անում ես այն ինչ որ Աստծուն դեմ է։ Գիտես, մենք էլ մի ժամանակ պրծել ենք դրանից։ Ճիշտ է, ես ինքս անձամբ շատ դժվար չեմ պրծել ծխելուց, որովհետև շատ էլ չեմ եղել ծխելու մեջ, ընդամենը մի քանի օր, Աստված թույլ չտվավ ես այդտեղ շատ խորանամ, այդ մի քանի օրվա մեջ ապաշխարեցի։ Ու մի անգամից վերականգնեցի կյանքս, այո, չեմ ընկել այդտեղ շատ խորը եւ դժվար պրծել, բայց մարդիկ գիտեն, որ շատ դժվար են պրծել եւ հնարավոր է, որ դու ազատագրվես այդ դիվային զորությունից։ Ուղղակի դու պիտի որոշում կայացնես եւ քեզ ասես հայելու մեջ։ Դու եթե քեզ չասեցիր, ոչ մեկին էլ ինչքան էլ քեզ ասավ, դու չես անելու։ Գիտես, Ղուկասի ավետարան 24-րդ գլուխ 48-րդ խոսքից։ Դուք էլ վկաններն եք այս բանի, ահա ես իմ հոր խոստումը ձեզ ուղարկում եմ, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում միջև վերևից զորություն ստանաք։ Այո, մենք աշակերտներ պիտի սպասեին այս զորությունը ստանալու։ Եվ աշակերտներից 500 հոգի էին, որ պիտի սպասեին, 10 օրվա մեջ մնաց 120 հոգի։ 370 հոգին թողեցին եւ չսպասեցին։ Որովհետեւ պիտի ուղակի սպասեին հոր խոսմանը։ Քրիստոսը 40 օր երկրի վրա էր, սովորեցնում էր աշակերտներին, բայց երբ որ Քրիստոսը համբարձվեց, գնաց ասավ սպասեցեք, որտեղ 50-րդ օրը դա Սուրբ Հոգու հեղեղման օրն էր։ Եվ 10 օր նրանք չկարողացան սպասեն։ Հիասթափվեցին, ձանձրացան։ Եվ Աստծո խոսքն էլ ասում, Հիսուսը գալու է այն ժամանակ, որ չէին սպասում։ Հանկարծակի։ Ունեցիր սպասում, որ Տերը քո կյանքում բաներ է խոսացել, անելու է։ Գիտես, ես ուզում եմ նաև շեշտադրեմ նրա մասին, որ այո, Սուրբ Հոգին եկել է մեր կյանքերի մեջ։ Մենք ընդունում են իրանք որպես Աստված, որպես Աստծո երրորդ անձնավորություն, որպես մեր եկեղեցու առաջնորդող։ Մենք ուզում ենք ամեն ինչ էլ որ անենք Սուրբ Հոգով անենք եւ նրա առաջնորդությունով անենք։ Եթե մարդիկ մտածում են ինչպես ենք մենք Սուրբ Հոգու հետ խոսում եւ հարց առաջանում քո մոտ, ես քեզ ասում եմ, ով է որ քո ներսում սկսում է խոսել։ Եվ քեզ ասել արա եւ մի արա։ Եվ դու լսում ես այդ ձայնին եւ անում կամ չես անում։ Այո, Աստված ունի իր տարբեր խոսելու ձևերը։ Աստված կարող է քո սրտի մեջ խոսել։ Աստված կարող է խոսել երազների միջոցով։ Աստված կարող է խոսել իր խոսքի միջոցով։ Աստված կարող է խոսել քո կողքի մարդու միջոցով։
Եվ Աստված կարող է խոսել բարձրաձայն։ Եղել է իմ կյանքում, որ ես բարձրաձայն սենյակի մեջ լսել եմ այդ ձայնը։ Ոչ մեկը չի կարա ինձ ասի դու չես լսել, որովհետև դա ես եմ լսել։ Գիտես, տարբեր է Աստծո խոսելու ձևը, բայց երբ որ Աստված խոսի, մենք չենք հասկանա։ Երբ որ դու տեսնում ես Սինա սարում Աստված խոսում էր, ամբողջ Իսրայելը խուճապի մեջ էր ընկել։ Բայց Աստծո խոսքը ինչ է ասում, Սուրբ Հոգին իրանցից ոչինչ չի պատմի, այլ ինչ որ հորից կառնի։ Դու գիտես Սուրբ Հոգին Աստծո խոսքը մեզ համար փափկեցնում է, մեզ համար հասկանալի է դարձնում, մեզ համար ընկալելի է դարձնում, մեզ համար հայտնությունով է դարձնում։ Եվ եթե դու լսել ես Սուրբ Հոգուց, թե ինչ պիտի անես, ու չես անում, ես մնում եմ զարմացած քո համարձակության վրա։ Երբ որ դու քո որդուն ինչ որ բան ասես, կամ քո հայրը ինչ որ քեզ մի բան ասի, ու դու անտարբերությունով վարվես հոր փոխանցածին։ Գիտես Աստծո խոսքը խոսում է մի առակի մասին, որ մի մարդ երկու որդի ուներ։ Մեկը լսեց հորից եւ չարավ, բայց փոշմանեց գնաց արավ։ Մեկն էլ լսեց, ասավ չեմ կանեմ եւ չարավ։ Գիտես աստեղ հարցը այն չի, որ դու լսում ես Սուրբ Հոգուն։ Եթե դու լսում ես Սուրբ Հոգուն, եթե դու այդ մարդն ես, որ լսում ես, որ Աստված հետդ խոսում է, ինչ օգուտ որ չես անում։ Ինչ օգուտ որ դու այդ ինֆորմացիայի բազան ունես։ Ինչ օգուտ որ քո հայրը քեզ խրատում է Սուրբ Հոգու միջոցով եւ դու չես փոխվում։ Ինչ օգուտ որ դու Սուրբ Հոգին քո ներսում է, դա քեզ ոչ մի օգուտ չի տալու։ Գիտես, երբ որ զինվորականը, պատկերացրեք զինվորականը, հրամանատարը հրամայել է զինվորականին եւ զինվորականի մեջ ձեռքին մի մեծ գիրք կա։ Ինչ պիտի ինքը անի։ Ու այդպես էլ չի անում։ Ինչ առավելություն է տալի զինվորականին հրամանատարի հրամանները, եթե այդ հրամանները չի կատարվել։ Եթե այդ հրամանները չի կատարվել, ոչ մի օգուտ էլ չի տալի զինվորականին։ Ուղղակի երբ որ լսում ես Սուրբ Հոգուն, ուղղակի արա։ Ես հիշում եմ, երբ որ սրանից 7-8 տարի առաջ էր, ես տունն էի եւ սկսեցի լեզուներով աղոթել։ Աստծուց մղում ունեցա, որ աղոթեմ լեզուներով։ Ու ես հիշում եմ, որ աղոթքի ժամանակ հայրիկս մտավ ասավ, որ մամայի հետ վատ բան ա եղել։ Ու ես ամբողջ ճանապարհը գոռալով գնում էինք հիվանդանոց մոտ 15 կիլոմետր մեքենայով, ես ասում եմ անհնար է այդ ձևի բան լինի, անհնար է այդ ձևի բան լինի։ Եվ ես գնացել էի հիվանդանոցում եւ ինքը արդեն ընդունարանում էր եւ միգուցե այս պատմությունը դու էլ գիտես, բայց ամեն դեպքում կուզեմ այն մարդիկ, ովքեր չգիտեն, ուղակի իմանաս։ Ու երբ որ այս ամենը կար, մարդիկ խառնված էին, ամեն ինչ շատ բան էր, տագնապալից էր։ Մաման անդադար բարձր ձայնով գոռում էր, որ լավ չեմ, ու շատ վատ էր իրավիճակը։ Ու ուզում եմ ասեմ, որ ուղղակի ես աղոթում եի, Տեր ջան, ժամանակը չի, մի տար, ժամանակը չի, դեռ պատրաստ չի։ Եվ միտք եկավ այս ձև, եթե ես աշխարհում եմ եղել, իմ աշխարհիկ ընկերները շատ կլինեին, որտեղ ես ընկերասեր եի։ Ու ընկերասեր եմ։ Ու հետաքրքիր Աստծո հոգուց խոսք ելավ. ես եմ քո ընկերը։ Քո բոլոր ընկերները դուրսը կանգնած չեն կարա կյանք տան քո մայրիկին։ Ես կյանք եմ տալի քո մայրիկին։ Գիտես, գերբնական ինքը դրանից հետո մոտորապես 3.5-4 տարի ապրեց։ Ապաշխարեց ավելի խորը, մկրտվեց ջրով, պատրաստվեց եւ Տիրոջ մոտ է։ Գիտես, այդ ժամանակի մեջ այդ խոսքը ինձ կպել էր. ես եմ քո ընկերը։ Բազում ընկերներ ունենք տարբեր տեղից, բայց արդյոք այսօր Սուրբ Հոգին քո ընկերն է։ Դու հարցնում ես ընկերոջիցը։ Դու խորհուրդ ես հարցնում ինչ անես, թե անում ես ինչպես ուզում ես, թե ինչ որ մտածեցիր էդ էլ անում ես։ Գիտես, լիքը բաներ կա, որ եկեղեցում առանց Սուրբ Հոգու հաստատությունով մենք չենք որոշում, որոշումները չենք փոխում եւ չենք անի։ Շատ բաներ կա, ես էլ չեմ հասկանում, բայց երբ որ Սուրբ Հոգին ասում է, այս ձևը սկսեցեք, մեր համար առաջի պլանն է կատարելը։ Որտեղ բաներ կա դու չգիտես, նույն ձև էլ քեզ բաներ ասել, որ թող աշխատանքդ, որ էսի մի արա, էսի սկսի ուրիշ բան անել, ու դու խառնվում ես իրար, ու դու չես վստահում այն առաջնորդին, որ քեզ առաջ է տանում։ Այո, Սուրբ Հոգին ուզում է մեզ հետ ընկերանալ, ուզում է քեզ առաջնորդել։ Ընկերանալ չի նշանակում հավասարը հավասարին ընկերանալ։ Կա, չէ, ավակ ընկեր։
Կա չէ ընկեր, որ միշտ իրանից խորհրդի կարիք ունես։ Կա չէ որ ընկեր, որ միշտ էլ դու նրանից բան ունես սովորելու եւ հարցնելու։ Այդ փոխհարաբերությունը Աստված ուզում է քո եւ իր միջև դու կառուցես։ Ինչը վերաբերվում է Սուրբ Հոգուց, որ ինքը պատրաստական է քեզ հետ շփվելու։ Կա չէ ընկերներ, որ չեն ուզում հետը շփվել։ Ընկերներ կա չէ, որ ծրում են քեզ։ Տենում ես 3-ով տեղ են գնում, քեզ էլ հենց ուղղակիորեն ավտոյում տեղ չկա, որ քեզ տանեն։ Սուրբ Հոգին է ձև ընկեր չի։ Ինքը քեզ կտանի, ինքը քեզ հետ կշփվի, ինքը քեզ հետ կլինի, ինքը քեզ կառաջնորդի։ Ու այս ընթացքում մենք հասկանում ենք, որ մեր ընկերությունը մեզանից է կախված։ Անել թե չանել։ Մեզանից է կախված։ Շարունակել թե չշարունակել։ Ընկերությունը քեզանից է կախված, կլինի թե չի լինի։ Որտեվ Աստծո կամքն է, որ քեզ հետ ընկերություն անի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գործառաքելոց 2-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ երբ որ Պենտեկոստի օրերը լրացան, միասին գտնվում էին նույն տեղում, հանկարծակի երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցվեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևեցավ բաժանված հրել լեզուներ, որոնք նստել էին նրանց յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցան Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներ խոսել, ինչպես նրանց խոսել էր տալիս Հոգին։ Գիտես, երբ որ դու տեսնում ես Գործառաքելոցում Սուրբ Հոգու ներկայանալը, Սուրբ Հոգու թափվելը, դա միաբանության հիմքի վրա էր։ Բոլորը միաբան սպասում էին։ Այսօր դու ինչպես ես սպասում։ Սուրբ Հոգին քեզ նոր բան չունի ասելու։ Փոխվելու տեղ չկա։ Սպասում ունես, որ ինչ որ բան կգա քեզ կշտկի։ Սպասում ունես, որ քո կյանքում բաներ կա, որ ինքը կուղղի։ Եթե դու մտածում ես, որ ոչ մի շտկելու բան չկա, եւ ոչ մի ուղղելու բան չկա, հավատա, որ դա լավ վիճակ չի։ Մենք միշտ էլ պիտի գնանք իր մոտ։ Որտեւ ինքը գիտի ուղղելու ձևը, ինքը գիտի շտկելու, ինքը գիտի, որ շտկի եւ չջարդի։ Աշխարհը ուզում է ջարդի մի անգամից մեզ։ Իսկ Սուրբ Հոգին ոչ մի անգամ էլ չի ջարդում։ Ինքը ուղղում է, ինքը փոխում է մեզ։ Գիտես, քո միաբանության վրա, քո ընտանիքի մեջ Սուրբ Հոգին կայցելի քեզ։ Քո միաբանությունը եկեղեցու մեջ Սուրբ Հոգին կայցելի քեզ։ Բայց դու պիտի այդ հանդիպմանը գնաս։ Ամենը միաբան սպասում էին։ Եթե քո կյանքում ծռված բան կա, սպասիր, որ արի փոխի, արի շտկիր։ Գիտես, եւ մենք որ երբ որ ընտանիքում ինչ որ մեկը վատանում է, երբ որ զանգում ենք բան շտապ օգնություն, սպասում ենք, որ շտապ օգնությունը գա եւ միջոցներ ձեռնարկի։ Համաձայն եք։ Վերցնենք զանգահարելը համեմատենք աղոթքի հետ։ Տեր իմ Աստված, հասիր, փոխի։ Բայց process կա, որ շտապ օգնության մեքենան պիտի գա քեզ հասնի։ Ժամանակ անցնում, որ այդ մեքենան հասնի։ Նա մանավանդ Հայաստանում շտապ օգնությանը, որ զանգում ես, սա խոսում է նրա մասին, որ մարդիկ ավելի շատ հիվանդ են, մեքենաները քիչ են։ Ես չեմ մտածում, որ շտապ օգնության մեքենան հիվանդանոցում կանգնած է եւ ուշ կգա։ Ես մտածում եմ, որ մեր հայկական բժշկության մեջ բանա փոխվել եւ փոխվում է։ Սա խոսում է, որ մարդիկ ավելի շատ են դեպրեսիաներով, հիվանդություններով, միգուցե ճշմարտ տատանումներով, տարբեր հիվանդություններով լցված, բայց երբ որ դու զանգում ես շտապ օգնության, դեռ պիտի գա, բայց Սուրբ Հոգին այդ ձև չի, որ ինքը զբաղված է քեզ չի հասնում։ Եթե շտապ օգնությունը մի քիչ ուշ է գալիս, Սուրբ Հոգուն ժամանակ պետք չի, որ քեզ ինքը նույն պահին կարա քո կողքին լինի։ Բայց երբ որ դու սկսես աղաղակելը դեպի նրան, աղաղակելը, որ արի, ես քեզ սպասում եմ, արի իմ խնդրի մեջ խառնվի, արի ինձ ուղղի, արի ինձ շտկի, միգուցե ինչ որ կյանքում ինչ որ բան ծուռ է գնացել, արի ինձ փոխի հանդիմանի։
Դե շատ ժամանակ մենք գնում ենք աղոթելու եւ Աստծուն ներկայացնում, թե ինչքան սուրբ ենք մենք։ Ու նման է այն աղոթքին, որ ասում է, ես սրանման չեմ, հարկահավաքի եւ փարիսեցու աղոթք։ Գիտես, ուրախությունը եւ խաղաղությունը դա միակ ու միակ Սուրբ Հոգու մեջ է։ Դու կարաս վկայես նրա մասին, երբ որ դու գալիս ես եկեղեցի։ Քո մոտ կա այդ ուրախությունը, խաղաղությունը։ Երբ որ գնում ես տուն, մտնում նախընտրական քարոզարշավի մեջ, լսելով ատելություն, վիրավորանք, որտեվ ես այդ քարոզարշավում ուրիշ բան չեմ տեսնում։ Ես չտեսա, որ մեկն ասի, այն մյուս թիմի մոտ կարող է ստացվի։ Անդադար իրար գցել վիրավորեր։ Ու այս մթնոլորտը մեր Հայաստանի մեջ է։ Այդ դիվային չարախոսությունը, այդ դիվային ատելությունը։ Եվ այս մարդիկ հիմա ավելի շատ են վախերի եւ դեպրեսիաների մեջ։ Դու եղի մարդ, որ չլինես այդ քաղաքական բանի մեջ, ստի եւ, չգիտեմ, վիրավորանքի, մեկին արդարացնես, մեկին վիրավորես, դա մեր գործը չի։ Մեր գործն է աղոթել, որ ընտրությունները լինի Աստծո կամոք եւ ընտրությունները լինի խաղաղ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Հովհաննես Ավետարան 14-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Ճշմարտության հոգին, ենթավեռնագիր է ձևա։ Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները։ Եվ ես հորը կխնդրեմ, որ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նա չի տեսնում եւ չի էլ ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև նա ձեզ մոտ է մնում եւ ձեր մեջ է լինում։ Ես ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեզ մոտ։ Ինչ է ասում, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի ճանաչում։ Գիտես, այս աշխարհը չի ճանաչում Սուրբ Հոգուն, բայց դու ճանաչում ես, որովհետև քո մեջ է եւ նրա գործերը դու տեսնում ես։ Դու կարող ես ձեռքդ քո վրա դնես, ճշմարտության հոգին ասես, իմ մեջ է, նրա գործերը ես տեսնում եմ եւ ճանաչում եմ նրան։ Ամեն։ Ավելի ճանաչի նրան, ավելի թող նրա գործերը քո մեջ բարձրանան, ավելացրու ճանաչողությունը ավելանալու դեպքում դու անմիջական կապ ես ունենալու։ Գիտես, հետաքրքիր է, երբ որ մարդիկ կա, որ մենք իրանց ճանաչում ենք շատ լավ, ու մարդիկ կա, որ ճանաչում ենք 2-3 անգամ, երբ որ ես ճանապարհին հանդիպեմ, առաջ մոտենում եմ այն մարդուն, որ լավ եմ ճանաչում։ Առաջ մոտենում եմ իմ հարազատ ճանաչած մարդուն, գրկախառնվում եմ, ինձ հայտնում եմ իրեն, որպիսություն եմ հարցնում, նրանից հետո, որ կողքին էլ մի հատ մարդ կա, որ ճանաչում եմ, չեմ գրկախառնվում, ուղղակի բարևում եմ, ասում եմ, կուլտուրայից ելնելով, բարև, ոնց ես, շպրծավ հարաբերությունները։ Գիտես, ճանաչելության մեջ գալիս է շփման փոփոխություն, ճանաչելության մեջ գալիս է գրկախառնություններ, ճանաչելության մեջ գալիս է, որ մարդը ճանաչելությունից ելնելով փոխվում է նրա հաղորդակցության աստիճանը։ Իսկ ճանաչել Սուրբ Հոգուն, դա քեզանից է կախված։ Ինքը պատրաստ է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, ամիսը 30 օր, տարին 12 ամիս, չգիտեմ, մի դարը 100 տարի, անդադար քեզ հետ շփվելու եւ իրեն հաճելի է քեզ հետ շփվել։ Եվ ինքը ցանկանում է քեզ հետ շփվի։ Եվ իր համար շատ կարևոր է քեզ հետ շփում ունենա։ Եթե դու հասկանաս ինչքան է նրա համար կարևոր, միգուցե սա իմ պատմությունը այս իրավիճակի 1%-ը կնկարագրի։ Պատկերացրու քո որդին 5 տարի բանակում է եղել։ Եվ բանակից եկել է։
կամ բանտարկված այլել, ինչ որ պատճառներով, սխալ արարքներով նստած այլել բանում, բանտում։ Եվ բանտարկությունը բացվել է իր համար։ Ու եկել է ձեր տուն։ Ինչքան ես ուզում հետը շփվես։ Ուզում ես նստես ու նայես։ Ուզում ես մազերից հոտ քաշես։ Ուզում ես նրա մեջ մտնես, որովհետև 5 տարի դու կարոտել ես նրան։ Գիտես, բազում մարդիկ կա այստեղ, ես էլ ձեզ հետ, որ ժամանակ կար բանտարկված էինք։ Որտեղ էինք, այս աշխարհի մեջ բանտարկել էր սատանան մեզ։ Եվ Աստծո հոգին մեզ եկավ ազատեց։ Հիմա էլ ուզում եմ ես շփվի։ Քեզանից է կախված, դու թույլ կտաս Սուրբ Հոգին քեզ հետ շփվի, թե սահմանափակումներ կդնես։ Ուղղակի դու այս ժամանակի մեջ ժամանակ հատկացրու Սուրբ Հոգուն շփվելու մեջ։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Այո, Աստծո Հոգին եկավ եւ թափվեց։ Եվ տվավ մեզ իշխանություն, զորություն, գնալ այդ բարի լուրը, այդ խաղաղության հոգին, փոխանցելու ուրիշներին։ Ով ստեղ կվկայի նրա մասին, որ ձեզ ասել են։ Ձեր մեջ ուրիշ հոգի կա։ Որ քեզ հետ շփվում են, քո մեջ մի ուրիշ բան կա։ Այդ ինչ ուրիշ բան է։ Այդ ուրիշ բանը Սուրբ Հոգին է, որ քո ներսում է, որ գիտես այդ ընկերդ, որ հավատում է Աստծուն, նա քեզ չի խափի, նա քեզ չի թողի ճանապարհին, նա կողքդ կայնած կլինի։ Եվ Աստված է քո միջից սկսում մարդկանց հետ խոսել ու շփվել։ Բայց կա, չէ՞ որ ասում են, այն բանն էլ է ձեր եկեղեցի գալի, անունը չեն տալի բանը։ Այն որ դրանից տենց էլ բան չհասկացանք։ Մի օր արևոտ է, մի օր էլ այս մայիս ամսվա նման անձրև, մռայլ։ Դրանից տենց էլ բան չհասկացանք։ Մի եղի այդ մարդը, որ մեր Աստծուն լույսի եւ արևի այդ լուսավորված ճառակի փոխարեն ցույց տաս մռայլ, խավար, անպամած վիճակը։ Աստված ուզում է քո ներսից ցույց տա իրեն այս աշխարհում եւ վարակի այս աշխարհին։ Նենց որ եղիր այդ մարդը, որ կլինես այն մարդը, որ Սուրբ Հոգով լցված եւ վարակիչ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Տեր արժանի է, որովհետեւ այսօր այդ Սուրբ Հոգու հեղեղման օրն է մեր կյանքում եղել։ Ես հիշում եմ այդ օրը ոնց է եղել իմ կյանքում։ Դա մի իրավիճակ է, որ չես կարա մոռանաս։ Ոնց որ գետնից բարձրանաս, ոնց որ մի հատ քաղցրություն, խաղաղություն թափվի քո կյանքում եւ դու հասկանաս, որ սաղ կյանքդ դրան ես փնտրել։ Սաղ կյանքդ ման ես եկել այդ ուրախությանը եւ խաղաղությանը։ Եթե կորցրել ես քո ուրախությունը եւ խաղաղությունը, վերականգնի։ Ես մի օր հիշում եմ, այդ Սուրբ Հոգու խաղաղությունով լցված մեքենայով գնում եմ աղոթելով։ Եվ բան է նոյեմբերյան մաքսատան մոտ էի, եւ նենց ստացվեց, որ մի հատ մեքենա շատ կոպիտ խախտում արավ, ինքը շատ սխալ էր, որ վրաերթի էր ենթարկում ինձ։ Ինքը շատ մեծ մեքենա էր, որ ինքը մտել էր միակողմանը եւ ես ստիպված մնացի, սենց ճնշեց ինձ, ես էլ հասկացա, որ հեսա վթարի մեջ եմ ընկնում, մի ձև պահեցի։ Ու երբ որ դուրս եկա ինքը բան էր, Ռուսաստանի Դաշնությունից էր, ես ռուսերեն ուղակի սենց բարձր տոնով, վիրավորական բան չեմ ասել, բարձր տոնով ասել եմ, «Ну что ты делаешь? Ինչ ես անում»։ Ու գիտես, երբ որ անցա ճանապարհ տվ ինքը գնաց, ես հասկացա, որ Սուրբ Հոգու ներկայությունը գնաց իմ մոտից։ Ես էլ չշարունակեցի իմ ճանապարհը։ Աչք քաշեցի մեքենան, ասի Տեր իմ Աստված, ես ուզում եմ այն խաղաղությունը վերականգնվի, որ 10 րոպե առաջ ես ունեի։ Այն ուրախությունը վերականգնվի, որ ես ունեի։ Եթե ես բարկացա եւ սխալ պահեցի ինձ, եթե ես ինչ որ բան ճիշտ չեղավ, խնդրում եմ, ների ինձ եւ այցելի ինձ։ Եվ գիտես, նույն պահին խաղաղության կրկնակի զորություն այցելեց ինձ։ Գիտես, դու եթե գիտես այդ խաղաղության համը եւ կորցրել ես եւ գլուխդ բռնած ման ես գալի, ման մի արի, վերականգնի այդ հարաբերությունը։ Վերականգնի այդ հարաբերությունը, այդ խաղաղության, ուրախության, քաղցրության ժամանակները վերականգնի։ Իր ամոթ բան չի փոխվել։ Ինքը նույն ուրախությունը եւ խաղաղությունը ունի եւ ցանկանում է այդ ուրախությունը, խաղաղություն բաժնեկցի քեզ հետ։ Իր մոտ բան չի փոխվել։ Ինքը կամենում է, որ այդ ուրախությունով քեզ հետ կիսվի։
Քո մոտ է բան փոխվել։ Երկու բան ավել գիտես։ Մի քիչ բարկություն եկել է անցել։ Աղոթքիդ կյանքը որ թուլացել է, սատանան մտել է ընտանիքիդ մեջ։ Դու որ աղոթքի պատերազմող եւ զինվոր էր եւ քեզ Աստված ասում էր դու իմ աղոթքի պատերազմողն ես, որ քո ձեռքին կար բազում զենքեր, այսօր զուբաչիստ կայել չկա մոտդ, որ դրանով ես պատերազմում։ Ու դրա համար է սատանան մտել է եւ քո տան ուրախությունը եւ խաղաղությունը խառնակել։ Եվ այն հոգին, որ քո վրա էր, որ վարակում էր ամբողջ ընտանիքը ուրախությունով, խաղաղությունով, ել քո վրա չի։ Դու վերականգնի այդ ուրախության եւ խաղաղության հոգին եւ սկսի վարակել այս խավար աշխարհում, այս ծանր աշխարհում, այս դժվար աշխարհում մարդկանց այն ուրախությունով, այն խաղաղությունով, որ Սուրբ Հոգին մեզ տվել է։ Ամեն։ Ամեն։ Միտեղ էլ կուզենք կարդանք Աստծո խոսքից Եսայի մարգարեություն 48-րդ խոսք 48-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Այսպես է վերնագրում ենթավերնագիրը Տիրոջ ծրագիրը իր ժողովրդի համար։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, Իսրայելի Սուրբը։ Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է քեզ, առաջնորդում եմ այն ճանապարհներով, որ դու պետք է գնաս։ Երանի ուշադիր լինեիր իմ հրամաններին, այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլինի եւ քո արդարությունը ծովի ալիքների նման։ Ասում եմ, եթե Իսրայելը լսի այն ճանապարհներին, որ Տերը տանում է, նայտես, այն ճանապարհներին, որ Տերը տանում է, ոչ թե այն ճանապարհներին, որ ես ուզում եմ, եթե ուշադիր լինես այն ճանապարհներին, որ Տերը տանում, ասում եմ, քո ուրախությունը գետի պես կլինի։ Օրինակ կա, չէ՞ մարդիկ, որ ինչն են տխուր մարդիկ են։ Այն որ խոսում ես, մի կես ժամ հումոր ես անում, տենում ես բեղը շարժեց։ Ու նրա ներսի ուրախությունը ես կասեի կաթիլային համակարգ, տարին մեկ կաթիլա կաթում։ Բայց այն մարդը, որ ուրախությունը գետի նման է, նրա հետ շփվող մարդը անհնարավոր չուրախանա։ Անհնարավոր ինքը այդ գետի նման չվարակի այդ անապատները։ Եվ Աստված ասում է, եթե դու լսես, ես քեզ ուր եմ ուզում տանեմ, քո ուրախությունը գետի պես կլինի։ Գետի խշխշոցով է լսել։ Այսօր նենց էր ստացվել, որ ինձ գիշերը արթնացրել են ասել արթուն մնա, չքնես։ Ընտանիքս ասել էր նայ կարող է Հիսուսը գա, դու ուշադիր եղի, ու իրանք քնեցին, չգիտեմ խի։ Ես էլ նենց ստացվեց, որ դուրս է եկել հայատներում ցենց ման է գալի, նոր բացվում այս ման արևածագը։ Ու միջև այդ ես չէի լսել, որ մեր տանը լսվում է գետի խշշոցը։ Ու որ ուշադիր էի առավոտ շուտ, այդ գետի խշշոցը, ծտերի ծլվլոցը, այդ ամենի չէ, Աստծո մեծությունն ես զգում, եթե մեքենա էլ չկա, այդ հանդարտությունը, այդ խաղաղությունը։ Ու այդ լսում ես այդ գետի վարարած վիճակը, որ կգա։ Ու պատկերացրու, ասում է, եթե դու լսես Աստծուն, քո ուրախությունը գետի պես կվարակի։ Հիմա ձեզ հարց եմ տալի. ինչի համար է գետերը ձեր մոտ կաթիլային համակարգ դարել։ Ինչի համար ես կորցրել ուրախությունդ եւ խաղաղությունդ։ Ինչի համար է քո այն գետ պոտենցիալ ունեցող հոգին, որ քո ներսում, ասում նրա ափորից կենթանի ջրերի գետեր կբխեն եւ սա ասեց այն հոգու համար, որ թափվելու է նրանց։ Նայ Սուրբ Հոգին պոտենցիալ ունի գետ այդ խաղաղության ջրերը քո ներսից բխեցնելու։ Բայց քեզանից է կախված։ Դու այդ գետը կաթիլային համակարգի վերկացես, թեկուզ դե մենք մի ուրիշ հնարամտություն են Հայաստանում, գետի բերանը փակում են եւ հիդրոէլեկտրոկայաններ սարքում հոսանք ստանում։ Գիտես ինչ որ մի պատճառ ալին, որ գետը հունը փոխում է։ Թող քո գետը ներսի այդ հունով գնա ու քեզանից է կախված։ Քո ուրախությունը կլինի կատարյալ թե չէ։ Այսօր մենք ունենալու ենք հաղորդություն։ Ես կուզեմ միջև հաղորդության մոտենալը շտկես քո սիրտը, երբ որ Սուրբ Հոգին այս տարվա մեջ քեզ լիքը բաներ ասել, միգուցե հանդիմանել է, միգուցե խոսացել է դրա մասին, որ փոխի սա քո կյանքում, որոշում կայացնես,
Մտափոխվես, ապաշխարությունը նշանակվում է մտափոխվել, որոշում կայացնել, հետ շրջվել։ Այսօր քո որոշում կայացնելուց հետո կսկսի քո ապաշխարության ընթացքը։ Որոշում կայացնես, մտափոխվես եւ հետ շրջվես։ Այն ճանապարհից, որ կոնկրետ 1 տարի է Սուրբ Հոգին քեզ հանդիմանում է, եւ քո առողջությունը նույնպես հասկանում ես, որ չի կարողանում այդ ամեն ինչը տանել։ Եվ որոշում կայացնես, հետ շրջվես եւ գնաս դեպի Տիրոջը։ Եվ գնաս այն ճանապարհով, որ Տերը քեզ պատրաստել է եւ տանում է։ Դա այն ճանապարհն է, որը մեզ պետք է, որը ոչ թե մենք ուզում ենք։ Շատ ժամանակ մենք ճանապարհներ կա, որ մենք չենք ուզենա անցնենք։ Բայց տեսնում ես, որ Աստված մեզ տանում է այդ ճանապարհներով։ Տանում է, որպեսզի մենք սովորենք եւ կարողանանք փորձվողներին օգնական լինենք։ Եվ Աստծո խոսքը ինչ է խոսում, որ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ ուրախություն, խաղաղություն, արդարություն, Սուրբ Հոգու մեջ։ Այս աշխարհի ուրախությունը կլինի ժամանակավոր։ Այս աշխարհի ուրախությունը, այս ինտերնետային հաճույքները, օրինակ մարդիկ կա այստեղ չեն կարողանում քնեն։ Իրանք միջև ռիլերը չթերթեն, չդմբրեն, չեն քնում։ Լսի, Աստծո խոսքը ասում է արդարին քուն տվողը Աստված է։ Միգուցե ինչ որ անարդար բան կա քո կյանքում։ Միգուցե կարա հիվանդություն լինի, բայց եթե ինչ որ բան էլ կարա անարդար լինի, գնա Աստծո հետ, արդար եղի։ Ասա Տեր իմ Աստված, արդարին քուն տվողը դու ես։ Ես ուզում եմ, երբ որ քնելու լինեմ, մի անգամից պարկեմ եւ քնեմ, այլ ոչ թե 7 ժամ չարչարվեմ։ Մարդիկ ասում են, մենք հենց պարկում ենք, քնում ենք, իմ մոտ այդ ձև չի, ես քնում եմ նոր պարկում։ Քնում եմ ու պարկում։ Քնելուց հետո։ Էսի մի քիչ հումորային։ Գիտես, կա նաև կեղծ ուրախություն, որ թվում է թե սա Սուրբ Հոգու ուրախություն եւ խաղաղություն։ Կեղծ ուրախությունը դու միշտ հիասթափվելու ես։ Օրինակ կեղծ ուրախություն ասեմ, սիրահարվել ես մի տղայի վրա կամ աղջկա վրա ու կեղծ ուրախության մեջ ես։ Ամեն ինչ ցնծում է ներսդ։ Դա ուղղակի մարմնի ֆիզիոլոգիական իրավիճակ է, որ երջանկության հորմոնը մի քիչ բարձրացել է, որը սերոտոնինն է, մի քիչ երջանիկ ես, ուրախ ես, դա այդ ուրախությունը չի։ Երբ որ չի ասես տխրելու ես։ Տենց անում, չէ՞։ Դրա համար դու պիտի գիտակցես, որ կա ուրախություններ, որ կեղծ է։ Կամ նոր iPhone են գնել քեզ, կամ չգիտեմ նոր մեքենա են նվիրել։ Կեղծ ուրախությունների հետևից մենք ավելի շատ ժամանակ ենք գնում, ավելի շատ ենք գնում, ժամանակ ենք տալիս։ Եվ երբ որ գալիս է հանդիպում ես իր կյանքի վիճակին, դու հասկանում ես, որ իրական ուրախությունը Աստծո մեջ է։ Իրական մխիթարիչը Սուրբ Հոգին է։ Դու տեսել ես մխիթարիչ ինչ է նշանակում։ Գալ կողքդ կայնել։ Մխիթարիչը չի կարա, չէ՞, հեռվից մխիթարի։ Եվ Հիսուսն ասում է, ես ձեզ որբ չեմ թողի։ Կլինեմ ձեզ հետ։ Բայց դու պատկերացրու, ես եկել եմ ձեր տուն ու չեք գնահատում։ Կամ քո հարազատներից մեկն է եկել, ի նկատություն եմ կոնկրետ ինձ։ Եվ չես նկատում նրան քո տան մեջ։ Նա անձնավորություն է։ Ես հզոր Աստծո մարկանցից մեկից լսել եմ եւ ժամանակ առ ժամանակ փորձում եմ։ Ասում եմ, ես գնացի սենյակ մտա, աթոռը դրի, ասի Սուրբ Հոգի, ես սպասում եմ քեզ, արի, դու անձնավորություն ես, սա քո համար տեղ եմ պատրաստել, արի, ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Գիտես, ժամանակ կա, որ դու պիտի քո այդ ներսի սենյակի վիճակը, դա ոչ մեկին չես կարա ասես, միգուցե ես սա քեզ ասեմ, քո համար տարօրինակ թվա, բայց դու կարող ես գնալ քո սենյակ, հրավիրել Սուրբ Հոգուն, շփվելու եւ խոսելու, հանդիպում ունենալու, այդ հանդիպումները քեզ փոխելու, այդ հանդիպումները քեզ վերականգնելու, այդ հանդիպումների մեջ դու զորություն ես ստանալու, այդ հանդիպումներից դու հասկանալու ես ուր է տանում քեզ Աստված։ Գիտես, մարդիկ այսօր բոլորը Աստծուց խոսք են ուզում։ Գնանք մեր համար աղոթեն խոսք։ Գիտես, այն մարդիկ, ովքեր չեն աղոթում, հանդիպումներ չունեն Սուրբ Հոգու հետ, իրանք վազելու են միշտ էլ աղոթքի։ Իսկ այն մարդիկ, ովքեր Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունեն, իրենք գիտեն Աստված իրենց ուր է տանում։ Աստված զգուշացնում է, որ միգուցե դժվարություններ ա լինելու,
Աստված զգուշացնում է միգուցե բաներ լինի քո կյանքում, որ այս ժամանակի մեջ մի քիչ էլ անապատային վիճակով անցնես, մի խառնվի, կարևորը Աստված քո հետ է։ Այս ամեն ճանապարհների մեջ ուր որ գնաս, կարևորը դու Աստծո հետ լինես։ Ինչքան էլ դժվար լինի ճանապարհը, ինչքան էլ անհույս լինի, կարևորը Աստված քո հետ լինի։ Կարևորը Աստված քո հետ լինի։ Իսկ Աստված քեզ ասել է, չեմ թողելու քեզ, չեմ լքելու։ Ոնց կարա, որ բաժանում լինի իմ եւ Աստծո մեջ։ Իմ եւ Աստծո մեջ բաժանումը դա մեղքն է, որ տարիներով թակավորում է իմ ներսում։ Իմ եւ Աստծո բաժանումը բերում է այդ մեղքի վիճակը։ Գիտես, եւ խոսում եմ սրա մասին եւ ես ձեզ մի հատ պատկեր ածնվում ներսս։ Եթե վերցնենք Աստված լույսը եւ լույսը վերցնենք օրինակը, որպեսզի օրինակով հասկանանք արևը, եւ մենք մարդիկ ենք, որ տեսնում ենք արևը, եւ մեղքի կյանքը դա մառախուղ է, որ ծածկում է արևի զորությունը։ Մեղքը դա մառախուղն է, որ ծածկում է արևի զորությունը։ Պատկերացրեք Իջևան քաղաքում 2 ամիս արև չլինի։ Բույսերը ինչի նման կլինեն։ Լվացքը չի չորանալու։ Հակիդ հակուստը, ինչ որ ձև կարաս չորացնես հակնես։ Խոնավությունը ամբողջ մտնի քաղաքը, տատիկս ես ձև մի հատ բան էր ասում է, տղա ջան, 7 տարի երաշտ էլա մարդիկ չսովեցին, մի տարի անձրև եկավ, սովնել տիրեց մարդկանց։ Գիտես, Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ եթե ժողովուրդը դարձի գան իրան ճանապարհների մեջ, Աստված անձրևը կտա իր ժամանակին։ Եթե անձրևները ժամանակին չի, դա էլ անեծք։ Չի նշանակում, որ ձրի ջուրա թափում լավ է։ Եթե անձրևները ժամանակին չի, դա էլ անեծք։ Ու դու տես պատկերացրու մառախուղ վիճակը փակում է Աստծո եւ քո փոխհարաբերությունը, որը մեղքն է։ Եթե քո մեղքի կյանքը դու սկսես մաքրել, տեսնելու ես ուղակի մի օր արևին, այդ լույսի հետ ուղիղ հաղորդակցություն ունես, նրա ջերմությունից ջերմանում ես, նրա լույսից լուսավորվում ես։ Ուղղակի դու տեսնելու ես այս ժամանակները քո կյանքում, երբ որ մառախլապատ իրավիճակները հեռացավ քո կյանքից։ Ամեն։ Իրես երբ որ տեսնում ես Քրիստոսը արդեն պատրաստվում էր խաչելության եւ այդ ժամանակն էր, որ Քրիստոսը գիտակցաբար գնում էր իմ եւ քո փոխարեն խաչվելու։ Եվ այդ ժամանակ մենք տեսնում ենք Մատթեոս ավետարանի մեջ է գրված. Միջև նրանք ուտում էին, Հիսուսը վերցրավ հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին եւ ասեց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց եւ ասավ. «Բոլորը խմեք դրանց, որովհետեւ դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև որդատունկի այս բենքից այլևս չեմ խմելու, մինչև այն օրը, երբ որ ձեզ հետ նորը կխմենք իմ հոր արքայության մեջ»։ Եվ սաղմոսերքելուց հետո ելավ Ձիթենիաց լեռը։ Գիտես, մենք այս պատմությունները բազում անգամ լսել ենք, բայց մի քանի բան կա, ես կուզեմ ուշադրություն դարձնենք։ Այո, Քրիստոսը իր մարմինը տվեց ամբողջ մարդկության համար եւ վերցրավ խորհուրդը, հացը եւ գինին։ Եվ երբ որ հացն ու գինին վերցրավ, դա Քրիստոսի մարմնի խորհուրդն էր եւ Քրիստոսի արյան խորհուրդն էր, որ ջարդվում էր մարմինը, ամբողջական այդ հացը ջարդվում էր ամբողջ աշխարհի մարդկանց մեղքերի համար եւ արյան խորհուրդը դա Քրիստոսի գինու խորհուրդը դա Քրիստոսի արյան խորհուրդն էր։ Եվ գիտես, ուտելուց եւ խմելուց հետո ասավ այլևս չեմ խմի որդատունկի այս հյութից եւ կխմենք իրար հետ հոր արքայության մեջ։ Մեր եկեղեցին ուխտի մեջ է մտնում այս կետի հիման վրա, որ այլևս չեմ խմի, ինչպես Հիսուսը ասեց, եւ կխմենք իրար հետ Աստծո արքայության մեջ։
Եվ գիտես, ուզում եմ սրա վրա շեշտադրում անեմ, որովհետև մարդիկ թյուրըմբռնում կա, որ նոր կտակարանը թույլ է տալի խմիչքը։ Ես մոտավորապես 19 տարի առաջ ուխտի մեջ եմ մտել, որ այլևս չեմ խմի եւ կխմենք Տիրոջ հետ հոր արքայության մեջ։ Գիտես, տեսնում ես, որ Քրիստոսը գիտակցաբար գնում էր խաչելության, բայց բաներ կան, նա սկսեց կտրել։ Միգուցե այդ ժամանակում նա խմել էր եւ ասում է այլևս չեմ խմի, որտեվ որդատունկի հյութի մասին է խոսում այստեղ։ Եվ մյուս շեշտադրումը, որ կուզենամ անեմ, սա էր 30-րդ խոսքից. եւ սաղմոսելուց հետո ելավ Ձիթենյաց լեռը։ Պատկերացնում ես, երբ որ գնում էր քո, իմ, բոլորիս համար խաչվելու, փառաբանելով, երկրպագելով էր գնում։ Սաղմոս երգելը դա նշանակում էր երգել, փառաբանել Տիրոջ։ Դու պատկերացնում ես, երբ որ ինքը երգելով գնում էր, քեզ էլ էր տեսնում, ինձ էլ էր տեսնում։ Քո գործերի մեջ տես Քրիստոսին, քո գործերի մեջ տես Սուրբ Հոգուն, քո գործերի մեջ տես, որովհետև երբ որ ինքը գնում էր այդ ուրախությունով եւ խաղաղությունով, օրներգելով քեզ ուներ արդեն։ Ուղղակի միջև հաղորդությանը մոտենալը կխնդրեմ քո անձը քննես, որովհետև առաջի Կորինթացիներ 11-րդ գլխում խոսում է նրա մասին, ամեն մեկը երբ որ մոտենում է հաղորդության, թող իր անձը քննի, որ իր համար դատաստան չուտի եւ խմի։ Ես խոսեցի նրա մասին ապաշխարության որոշումներ կայացնելու, մտափոխվելու, գործողության վերածելու։ Եվ այս ընթացքում նույնպես քո սիրտը նայի, որտեղ ունես չներում, որտեղ կարիք կա վերականգնելու, որտեղ կարիք կա ինչ-որ մի բան բաց թողելու։ Եվ չմոռանանք վերնագիրը, ուրախություն, խաղաղություն, բայց Սուրբ Հոգու մեջ։ Առանց Սուրբ Հոգու այդ ուրախությունը եւ խաղաղությունը լինելու է կեղծ։ Իսկ այս աշխարհը կարոտ է ուրախության եւ խաղաղության։ Տեսնում ես ուղակի ընտանիքների մեջ երկու զույգեր իրար սիրում են, բայց չունեն ուրախություն, խաղաղություն։ Հար եւ որդի չունեն ուրախություն, խաղաղություն։ Մար եւ դուստր չունեն ուրախություն, խաղաղություն։ Բայց Աստված քեզ դրել է ուրախություն, խաղաղություն վարակող։ Ոչ թե դու էլ գնաս նմանվես իրանց նման, դու լցվես այդ ուրախությունով եւ խաղաղությունով եւ գնաս վարակես մարդկանց ուրախությունով եւ խաղաղությունով։ Սա Սուրբ Հոգու պոտենցիալներից մեկն է, Սուրբ Հոգին, որ գալիս է, մեզ տալիս է ուրախություն եւ խաղաղություն։ Ամեն